Մեր թվարկությունից առաջ 304 թվականն է։ Առաջին բանը իհարկե որ պետք է նայեք Հայաստանն է։ Տեսեք Երևանդունիների Հայաստանը, ներառում է ամբողջ ներկայիս Հայաստանը, Արցախը եւ ավելի հյուսիսընկած տարածքները, գալիս է մինչեւ Վանալիճ, Տրապեզոն համարյա, արևմուտքից մեր հարևանները Պոնտուսն ու Կապադովկիան են, հյուսիսից Կոլխիսը եւ Իբերիան, երկու վրացական պետություններ, իսկ արևելքից Աղվանքը, իսկ Կովկասյան լեռներից վերև ունենք Սարմատական եւ Սկյութական ցեղեր, հարավ-արևելքում Ատրպատականն է, ու այսքան տարածքը տեսեք Հունաստանը, Պակիստան, Հնդկաստանի որոշ մասեր, այդ բոլորը Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության մի մասն են եղել, հետո քանդվել է կայսրությունը ու Ալեքսանդրի զորավարներից մի քանիսը իրենց համար պետություններ են ստեղծել։ Բակտրիան այստեղ էր նիստական պետություն, Սելևկյան պետությունը, ամենամեծը մեջներից Անտիգոնյան դինաստիան, Պտղոմեոսական Եգիպտոսը, Հունաստանում արդեն Մակեդոնիան է, տեսնում եք Սպարտան է, Աթենքն է այստեղ, վերևում Էպիրուս թագավորությունն է, որի թագավորը Պյուղոսը կռվում է հռոմեացիների դեմ, բազում հաղթանակներ է տանում մեծ կորուստներով, դրա համար կա արտահայտություն Պյուղոսյան հաղթանակ, որը նշանակում է հաղթել, բայց այնքան մեծ կորուստների արդյունքում, որ դա պարտությանը հավասար է։